Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Ադրբեջանը դժգոհ է մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին որոշումից, որով հաստատվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայող Հայկ Թորոյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների և սպանության փաստը։ Բաքուն բողոքի նոտա է հղել Եվրոպայի խորհրդի ներկայացուցչին և հայտարարել, թե վճիռը քաղաքական է։ Ադրբեջանական իշխանությանը մասնավորապես դուր չի եկել վճռում, այսպես ասած, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև շփման գիծ ձևակերպման օգտագործումը, նաև բանակի, իշխանության մարմինների, գլխավոր դատախազի և Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի հիշատակումը։ Ադրբեջանը հայտարարել է, որ մերժում է դատարանի այս որոշումը, նաև մտադիր է դիտարկել իր շահերի պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Հիշեցնեմ, որ հայ իրավաբանների համակարգված աշխատանքի շնորհիվ այս պահի դրությամբ միեդ է ներկայացվել 23 բողոք, որոնք բացահայտում են քառօրյա պատերազմի հետ կապված պատերազմական հանցագործությունները։ Նախքան Ադրբեջանի հայտարարությունը երեկ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել էր, որ պետությունը չպետք է հետ քաշի Ադրբեջանի դեմ միջազգայնատյաներում ներկայացված հայցերը, քանի որ դա կնշանակի հրաժարվել սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանությունից։ Սա զուտ դաժանարար չէ ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Սա ադրբեջանական ղեկավարության կողմից խրախուսվող և պարգևատրման արժանի արարք է։ Ադրբեջանցի զինծառայողը, որը նման անմարդկային քայլի է դիմում, վստահ է, որ արժանանալու է խրախուսանքի դրա համար։ Դա կոչվում է պետական մակարդակով ատելության և սպանության կոչի քարոզ կոնկրետ էթնիկ խմբի հայերի դեմ։ Մինչ միջազգային դատարաններում շարունակվում են իրավական գործընթացները, Ադրբեջանը նոր թափով առաջ է մղում իր քաղաքական օրակարգը։ Նախիջևանում անցկացված այսպես կոչված վերադարձ արևմտյան Ադրբեջան ֆորումում կրկին հնչել են Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարություններ։ Փորձագետները զգուշացնում են, որ այս կոշտ հայտարարությունները վաղուց պարզապես քարոզչություն չեն, այլ պետական քաղաքականության մաս։ Հավաքվել են պատգամավորներ, թիմ ղեկավարներ ու մեր քարտեզի ներքո փարթի արել զուռնադհոլով։ Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում և մշակվում է զավթողական հայեցակարգ, իսկ դրան անդրադարձող դա կանխող այս պահի դրությամբ չկա։ Այս տգիտության գինը շատ թանկ է նստելու մեզ վրա։ Ինչպես է հնարավոր, որ այսպես անթաքույց ճակատիտ ասեն, որ քո հետևից գալու են, ու դու դա կանխելու համար ոչինչ չանես, ոչ միայն չանես, այլև այդ ասողին սարքես խաղաղության ջատագով։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունների ֆոնին Երևանն ու Բաքուն գործակցության նոր ուղղություն են բացում։ Տելեկոմ Արմենիան և Ազերտելեկոմը պայմանավորվել են ինտերնետային թրաֆիկի փոխադարձ փոխանցման շուրջ։ Նախագծի հեղինակները խոսում են տեխնիկական և տնտեսական առավելությունների մասին, մինչդեռ մասնագետները մատնանշում են նաև հնարավոր անվտանգային ռիսկերը։ Լսենք մասնագետի կարծիքը։ Հաստատի այս տարածում, այս տրանզիտը Ադրբեջանին պետք, այսինքն ես կողմից մուքել ենք ինչ-որ կախվածության ինֆրաստրուկտուրա կառուցում, որովհետև իրենց է սա հիմնական պետք Նախճեվանի հետ կապվելու տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ Թիմ Տելեկոմի արտադրությունից մեկից արդեն բխում էր, որ իրենց ալուխներով անցնող տրաֆիկը մոտ 10-15%-ն է հայկական։ Այսինքն փաստացի իրենք տարածաշրջանում լուրջ դեր ունեն որպես տարանցիկ օպերատոր, գիտեք, որ հյուսիս-հարավ ուղղություններն են աշխատում, այստեղ միջին արևելքի երկրներն են Հայաստանի միջոցով տրաֆիկ անցկացնում, սա նաև Հայաստանին մտցնում է արևելք արևմուտք տրանզիտի որպես դերակատար, այստեղ մենակ Ադրբեջանը չէ, որտեղ նաև Ղազախստանի թրաֆիկը կսկսի անցնել Հայաստանով։ Արտաքին քաղաքական օրակարգում շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նաև Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները։ Այս անգամ կազմակերպությունը պաշտոնական Երևանին հիշեցրել է անդամավճարների մասին։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եթե Հայաստանը շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները, կարող է ժամանակավորապես զրկվել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում քվեարկելու իրավունքից։ Հայաստանի իշխանության հայտարարությունները Ռուսաստանի հետ կապերի պահպանման և զարգացման կարևորության մասին չեն համընկնում հանրապետության դեպի Եվրամիություն ձգտող ղեկավարության քայլերի հետ։ Լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի որպես գործընկերոջ կարևորության, Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու Երևանի մտադրության մասին, բայց ցավոք մենք չենք տեսնում, որ խոսույթը համապատասխանի Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու նպատակ ունեցող ղեկավարության գործերին և քայլերին։ Իսկ գիշերը Զվարթնոց օդանավակայանում երկու հայ հոգևորականների թույլ չեն տվել մեկնել Ռուսաստան, որտեղ նրանք ծառայում են հայկական եկեղեցիներում։ Խոսքը Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորների մասին է։ Մեր տեղեկություններով հոգևորականներից մեկին վարժանքներին մասնակցելու ծանուցագիր են տվել ու այդ հիմքով մերժել նրա Ռուսաստան մեկնելը։ Վերջին օրերին ամբողջ Հայաստանը ցավով հետևում էր Վանաձորում անհետացած երկու քույրերի որոնումներին։ Գրեթե մեկ շաբաթ տևած աշխատանքներից հետո փրկարարները Փամբակ գետից հայտնաբերել են նաև 13-ամյա Նարինեի մարմինը։ Ավելի վաղ հայտնաբերվել էր նրա 7-ամյա քրոջ Նարեի մարմինը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ավելի քան 1700 փրկարար, ոստիկան և կամավոր, իսկ 3 դեպքի վայր էր այցելել նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Դեպքի մանրամասները ռեպորտաժում։ Շուրջ մեկ շաբաթ անց Փամբակից գտել են 13-ամյա Նարինեի մարմինը։ Աղջկա մարմինը Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա է գտել ջրասուզակ Վահե Մելքոնյանը։ 1.5 մետր խորությամբ խորտակվել էր։ Ավելի վաղ հունիսի 17-ին գրեթե նույն հեռավորության վրա գտել էին նաև 7-ամյա քրոջ Նարեի մարմինը։ Որոնողական աշխատանքներին ներգրավել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Փամբակ գետն ընկած հարազատ քույրերին ամեն օր մայրն ուղեկցում էր Օրան խնամքի կենտրոն։ Այդ օրն աշխատանքային առաջին օրն էր։ Երեխաները միայնակ են գնացել ու ճանապարհը իբրև կարճացնելու համար որոշել են խողովակի վրայով անցնել։ Ամենաշատ տարածված վարկածն էին պատմում բնակիչները, հարազատները։ Մշտական հաճախել են 2-ից 6 ծնգա ժամանակահատվածը։ Միշտ մայրը ուշադիր է եղել, ուղղակի առաջի աշխատանքային օրն է եղել։ Չի կրծել երեխեքին տանի, այդ երկու երեխեն մեկ քիչ մշտաբել են, դուրս են եկել, մինչև մյուսները գնացել են, ու չեն հասել Օրան, ճանապարհին չէ։ Երկու քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառը մահաբեր խողովակը դեպքից օրեր անց հեռացվել է։ Բնակիչները պատմում են ոչ առաջին, ոչ վերջինը կլիներ, եթե խողովակը շարունակեր մնալ այնտեղ։ Վրովը գնալ գալուց ես էլ եմ ընկել գետը, ասենք լողալն ենք իմացել, դուս ենք եկելով, չի իմացել խեղդվել է, մի մարդու էլ ալավերդիկ տարիներ առաջ։ Այս խողովակը սա ոչ կոյուղի է, ոչ ջրատար, ոչ մի բան, ինքը իրանից ոչ մի դես չի տանում, ինքը պարզապես մարդու գլուխուտող մահաբեր մի հատ թակարդա մեր զեորմաս թաղամասի համար։ Այս խողովակից վերև մի 150 մետր վերև ունենք եւ մեքենայի կամուրջ, անվտանգ եւ մարդկանց կամուրջ, գետից բավականին բարձր սովետական ժամանակ կառուցված անվտանգ կամուրջ։ Որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Քույրերից փոքրին արդեն հուղարկավորել են Հովտաշենում։ Ժամեր առաջ գտնված 13-ամյա աղջկա մարմինը քրոջ կողքին կհուղարկավորեն։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում բնակիչներն անհանգստացած են հնարավոր բնապահպանական խնդիրներով։ Նրանք դեմ են նախկին ավազանհանքի վերաբացմանը և հիշեցնում են, որ տարիներ առաջ դրա շահագործումը բնապահպանական և առողջապահական խնդիրներ է առաջացրել։ Մտահոգված գյուղացիների հետ զրուցել է Սեդա Գյուրեխյանը։
Գեղաշեն գյուղում ենք։ Սպիտակի երկրաշարժի տարում այստեղ բացված, ապա կրկին փակված ավազի հանքը գյուղացիների պնդմամբ վերջին 3-4 տարում հազիվ է սկսել կանաչել։ Սակայն մասնավորը գյուղի տներին կից 34 հեկտար տարածքի վրա ցանկանում է վերաբացել հանքը։ Միջազգային օրակարգում ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Իրանի շուրջ զարգացումները։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Օման քննարկելու Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու երկկողմ գործակցության հեռանկարները։ Իրանի գլխավոր բանակցողին ուղեկցում է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանի շուրջ բանակցությունների վերաբերյալ դրական ազդակներ են հնչում նաև Վաշինգտոնից։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի խոսքով վերջին հանդիպումները արդյունավետ են եղել եւ կողմերը շարունակում են առաջընթաց գրանցել տեխնիկական հարցերի շուրջ։ Ըստ ամերիկյան կողմի ձևավորվել է նաև հետագա բանակցությունների ճանապարհային քարտեզը։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 17-ից 26, իսկ երեկոյան 23-ից 30 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք։